Բարի երեկո։ Փակ TV եթերում լուրերի հետքերով հաղորդումն է։ Մենք աշխատում ենք ամենօրյա ռեժիմով, որպեսզի մեր հեռուստադիտողը մշտապես լինի տեղեկացված եւ բաց չթողնի օրվա ամենակարևորն ու բացառիկը։ Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Ալաշուքյուր Փաշազադեն Վատիկանում հանդիպել է Հռոմի Պապի հետ։ Հռոմի Պապը նշել է, որ Սուրբ Աթոռի եւ Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների խորացումը նպաստում է միջկրոնական կապերի զարգացմանը եւ արժանի է բարձր գնահատանքի։ Հիշեցնենք, որ Ալաշուքյուր Փաշազադեն ավելի վաղ հանդես էր եկել իր ատելության եւ ծայրահեղական խոսքով հայ առաքելական եկեղեցու դեմ։ Նա հայտարարել էր, թե հայկական եկեղեցին ռևանշիզմ է քարոզում։ Նա հայտարարել էր, որ ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ը կհրավիրվի Բաքու, եթե նա փոխի դիրքորոշումը Ղարաբաղի հարցում։ Նշենք, որ ԶԼՄ-ների հենց այս հայտարարությունից 2 օր հետո Փաշինյանի իրավապահները անցան հարձակման եւ սկսեցին հակաեկեղեցական արշավն ընդդեմ Վեհափարի եւ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի։ Նշենք նաեւ, որ Փաշազադեն իր ողջ ընտանիքով թաղված է կոռուպցիայի մեջ։ Նա Ադրբեջանում ամենավարկաբեկված եւ անընդունելի հանրային դեպքերից է։ Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանը ներկայացրել է իր վերջին խոսքը։ Ադրբեջանում շարունակվում է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով կեղծ դատավարությունը։ Խոսքը տրվել է պաշտպանական կողմին։ Նշվում է, թե դատավորների կազմը հեռացել է խորհրդակցական սենյակ։ Պաշտպանական կողմի ելույթից այդ թվում Վարդանյանի եզրափակիչ խոսքից հետո նախագահողը հարցրել է դատավարության կողմերին, թե արդյոք նրանք մտադիր են դատավարությունից հետո ներկայացնել դատանի վերջնական որոշման նախնական տարբերակը։ Կողմերը հայտարարել են, որ չեն ներկայացնի վերջնական դատավճռի նախագիծ։ Դրանից հետո նախագահ ու դատավորը հայտարարել է դատավարության ավարտի մասին։ Խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո կհրապարակվի վերջնական датавճիռը։ Я 10 числа выступил с последним словом, запретив адвокату выступать с доводами защиты, потому что считаю, что в этом судилище не было никаких возможностей для нормального судебного процесса. Поэтому, несмотря на все сопротивление судьи, адвокат задержал и не выступил никакими аргументами, никакими доводами. А я ведь очень коротко, не буду повторяться, я включил, если уже говорил в декабре. Нам предстоит долгая дорога мира, это очень непросто. Нам надо будет пройти большое внутреннее возрождение, восстановление сами себя в первую очередь, потому что мир может быть только, еще раз хочу сказать, это будет два равных соседа. Если один будет унижаться перед вторым, ничего не получится, никакого мира не будет. И я надеюсь, что мы это осознаем и поймем, что все зависит только от нас самих, насколько мы сможем сами восстановить себя, восстановить свое уважение к самим себе и восстановить себя, сохранив разумность того, что нам надо жить действительно. Սկանդալային դեպք, որը չվրիպեց ԶԼՄ-ների աչքից։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը խոսելով Ծիծեռնակաբերդի իր այցի մասին կրկին չօգտագործեց հայոց ցեղասպանություն տերմինը։ Նա ավելի ուշ իր սոցցանցից ջնջեց նաև Ծիծեռնակաբերդ իր այցի մասին գրառումը։ Որոշ ժամանակ անց Վենսի մամուլի քարտուղարը գրառում է տեղադրել զուտ Ծիծեռնակաբերդ կատարած այցի մասին։ CNN-ը անդրադարձել է սոցիալական ցանցում ԱՄՆ փոխնախագահի պաշտոնական էջից Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելելու վերաբերյալ հրապարակման հեռացմանը, մեջբերելով այս դեպքի առթիվ ԱՄՆ հայ դատի գրասենյակի գնահատականը, որը հրապարակումը հեռացնել է մեկնաբանել է որպես ժխտողական գործողություն։ Հայ դատի գրասենյակը պարբերականին հիշեցրել է, որ հայոց ցեղասպանությունը ճանաչվել է բոլոր 50 նահանգների, ԱՄՆ կոնգրեսի, Սպիտակ տան եւ ՆԱՏՕ-ում ԱՄՆ տասնյակից ավելի դաշնակիցների կողմից։ Դեպքին անդրադարձել է նաև ԱՄՆ ներկայացուցիչների տան նախկին խոսնակ Նենսի Փելոսին, նշելով, որ երբ նա 2022 թվականին այցելեց Հայաստան որպես խոսնակ, կոնգրեսի պատվիրակությունը կանգնած էր Ծիծեռնակաբերդում եւ հստակ ու առանց ներողություն խնդրելու խոսում էր հայոց ցեղասպանության մասին, քանի որ ճշմարտությունը կարևոր էր։ ԱՄՆ նախկին պաշտոնյան ընդգծում է, որ այդ ճշմարտությունը հաստատվեց, երբ ներկայացուցիչների պալատը 2019 թվականին մեծամասնությամբ ընդունեց երկուսակցական բանաձև, որը ճանաչում էր հայոց ցեղասպանությունը, եւ երբ նախագահ Բայդենը բարոյական առաջնորդություն ցուցաբերեց, պաշտոնապես ճանաչելով այն 2021 թվականին։ Փելոսի նշում է, որ պատմության ջնջումը անարգում է զոհերին եւ թույլատնում հանձնառությունը մարդու իրավունքների նկատմամբ ամենուրեք։ ԱՄՆ փոխնախագահի գրասենյակը հայտարարել է, որ X-ում հրապարակված եւ հետագայում ջնջված գրառումը, որտեղ 1915 թվականի հայերի զանգվածային սպանությունները բնութագրվում էին որպես ցեղասպանություն, սխալմամբ է արվել։ Սակայն Սպիտակ տնից նշում են, որ ԱՄՆ քաղաքականության մեջ որևէ փոփոխություն տեղի չի ունեցել։ Ֆրանսիայի քաղաք Թուլուզում պղծել են հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի նվիրված հուշարձանը։ Այդ մասին հազանգում է ֆրանսաբնակ քուրդ ակտիվիստը։ Սա հիմար քայլ չէ, այլ լուրջ ոտնձգություն, գրել է նա։
Չելիքի խոսքով քաղաքապետարանի լռությունը անթույլատրելի է։ Մեղավորները պետք է բացահայտվեն եւ պատժվեն։ Նա նաեւ նշել է, որ Խաչքարի հետևի հատվածում թողած ստորագրությունը ակնհայտորեն պատկանում է թուրքական ծայրահեղական Գորժ Գայլեր խմբավորմանը։ Չելիքն ընդգծել է. անհասկանալի է, թե ինչու քաղաքապետարան ու պետությունը չեն վերացնում Գորժ Գայլերի կազմակերպությունը։ Հիշեցնենք Խաչքար հուշարձանը, որը գտնվում է Դարմենի հրապարակում, նվիրված է 1915 թվականի զոհված 1.5 միլիոն հայերի հիշատակին։ Հուշարձանը, որ տեղադրվել էր 1993 թվականին, Հայաստանի կողմից փոխանցվել է Թուլուզ քաղաքին ի նշան երախտագիտության 1988 թվականի երկրաշարժից հետո ցուցաբերված աջակցության համար։ Այս վայրը հիշատակի խորհրդանիշ է եւ արտացոլում է ինչպես Ֆրանսիայի կողմից հայոց ցեղասպանության ճանաչումը, այնպես էլ երկրում հայկական համայնքի բազմամյա ներկայությունը։ Ազգային ժողովը ամբողջությամբ ընդունեց զինծառայությունից խուսափած 27-37 տարեկան քաղաքացիներին քրեական պատասխանատվությունից ազատելու տարբերակների մասին օրենքի նախագիծը։ Հիշեցնենք, նախագիծը հնարավորություն է տալիս վերադառնալ հայրենիք ծառայելու եւ գումար վճարելու եղանակով մարել Հայաստանի արչեւ ունեցած իրենց պարտքը։ Նշենք, որ նախագծով առաջարկվում է 27-37 տարեկան քաղաքացիներին ազատվել քրեական պատասխանատվությունից կամովի վերադառնալով Հայաստանի Հանրապետություն եւ ընտրելով նշված 5 տարբերակներից մեկը։ Ծառայել 24 ամիս ժամկետով, ծառայել 12 ամիս ժամկետով եւ պետական բյուջե վճարել 2.5 միլիոն դրամ, ծառայել 6 ամիս ժամկետով եւ պետբյուջե վճարել 5 միլիոն դրամ, ծառայել 1 ամիս ժամկետով եւ պետբյուջե վճարել 10 միլիոն դրամ, զինվորական ծառայության փոխարեն պետբյուջե վճարել 15 միլիոն դրամ։ Եվ վերջում ուրվա տեսանյութ 1929 թվականի այսօրը ծնվեց Ալբերտ Ազարյանը, ականավոր մարմնամարզիկ, օլիմպիական եռակի չեմպիոն, աշխարհի քառակի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, ԽՍՀՄ 11-ակի չեմպիոն։ Հենց նրան էր վստահվել Աթենքի եւ Պեկինի օլիմպիական խաղերում Հայաստանի դրոշը կրելու իրավունքը։ Այս մեծ մարզիկի պատվին է անվանվել համաշխարհային մարմնամարզության հայկական տարրերից մեկը՝ Ազարյանի խաչը։ Մարմնամարզիկը սպորտային մարմնամարզության մեջ մտցրեց նոր տարր, որը մեծ աղմուկ բարձրացրեց սպորտային աշխարհում։ Ազարյանի խաչը։ Սա ուժային բարդ տարր է, որը մինչ օրս համարվում է բարձրակարգ ցուցանիշ եւ ներառված է մարմնամարզության միջազգային կանոնակարգում։ Սպորտային կարիերայից հետո երկար տարիներ Ազարյանը զբաղվել է մարզչական աշխատանքով եւ մեծ ներդրում ունեցել հայկական մարմնամարզության զարգացման մեջ։ Մահացել է 2023 թվականին 94 տարեկան հասակում, թողնելով հսկայական ժառանգություն հայկական եւ համաշխարհային սպորտում։ Ալբերտ Ազարյանը ոչ միայն չեմպիոն էր, այլ նաեւ ուժի, կարգապահության եւ ազգային հպարտության խորհրդանիշ։ Այսօրվա համար այսքանը, իսկ դուք շարունակեք մնալ Փակ TV-ի հետ լուրերի հետքերով եւ մի մոռացեք դառնալ մեր YouTube-յան ալիքի բաժանորդը օրվա ամենակարևորն ու բացառիկը բաց չթողնելու համար։